Փառք Տիրոջ եղբայրներ քույրեր, որ Տերը այսօր ստեղծել է եւ մենք պիտի ցնցանք եւ ուրախանանք ասում Աստվածաշունչը։ Ուրախալի է, որ եկել ենք այստեղ Տիրոջ սրահները, Տիրոջ առջև ենք եկել։ Բարի է, բայց ինչպիսի սրտով ենք եկել եղբայրներ քույրեր, դա է կարևոր։ Ես այսօր խոսալու եմ Աստծո խոսքի հանդեպ մեր վերաբերմունքի վերաբերյալ, կարդալու եմ Ղուկասի ավետարանից այս դեպքը, որը շատերս գիտենք, եւ ես ուզում եմ մեկ անգամ եւս վերլուծենք, երբ որ նրանք գնում էին, ինքը մի գյուղ մտավ եւ Մարթ անունով մի կին նրան իր տունը ընդունեց։ Նա մի քույր ուներ Մարիամ անունով, որ եկավ նստեց Հիսուսի ոտքերի մոտ եւ սկսեց նրա խոսքը լսել նրա խոսքերը։ Իսկ Մարթան խիստ զբաղված էր ծառայությամբ։ Նա էլ եկավ Հիսուսի մոտ եւ ասաց. «Տեր, հոգդ չէ, որ քույրս ինձ միայնակ թողեց ծառայության մեջ, ասա նրան, որ օգնի ինձ»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Մարթա, Մարթա, դու շատ բաների մասին ես հոգ տանում եւ տագնապում, բայց մեկ բան է պետք, Մարիամն այն բարի բաժինը ընտրեց, որ չպիտի վերցվի նրանից»։ Ամեն։ Տեսնում ենք այստեղ երկու քույրերի պատմությունը եւ իրանց կարգավիճակը տարբեր դիրքորոշումը, երբ որ Տերը եկավ իրանց տուն։ Գիտեք ինչ ասում Աստվածաշունչը, ասում է, երբ որ գնում ես Աստծոյի տուն, զգուշություն արա քո ոտքերին, որպեսզի լսելու համար գաս եւ ոչ թե հիմարների զոհը տալու։ Այնքան տրտմալի է եղբայրներ քույրեր, մարդիկ կա մտնում են խոսալով են մտնում հավաքույթը, արդեն սկսել է խոսալով մտնում են։ Կամ եղբայրը քարոզում է, մարդիկ զրից են անում ինչ որ։ Կամ ինչ որ մեկնաբանություն են տալի եղբայրների քարոզին, ոնց որ թե Սուրբ Հոգին ստեղ չկա, մեկնաբան է պետք ինչ որ մեկի համար։ Կամ ինչ անգլերեն են քարոզում, որ ինչ որ մեկը պիտի թարգմանի։ Շատ ցավալի է այս իրադարձությունները, այս իրավիճակները։ Սա ցույց է տալի ինչպիսի սրտով ես դու եկել այսօր Աստծոյ մոտ։ Մենք ինչի համար ենք եկել եղբայրներ քույրեր։ Եկել ենք Տիրոջը պաշտելու, թե եկել ենք պարտականություն կատարելու։ Ընդամենը։ Կերակյապ դե պարտականության նման պետք է գնանք հավաքույթ։ Լավ է որ գնանք հավաքույթ պարտականության նման, բայց եթե իմ սիրտը ես այստեղ չեմ բերել, իմ գալը իզուր է։ Նույնիսկ ասում է ձեզ ով ստիպեց իմ սրահներս կող կրտելու, ասում Աստվածաշունչը։ Մարդիկ եկել են Աստծո տաճար, Աստված ասում է ձեզ ով է ստիպել որ գաք։ Ոնց որ թե ասում է ձեր գալն իզուր է։ Ու եթե մենք այստեղ պիտի գանք ու ոչ մի բան չենք տանելու այստեղից, մենք ուղղակի մեր անձերը խաբում ենք։ Մենք այստեղ եկել ենք Տիրոջը հանդիպելու, մենք այստեղ եկել ենք Տիրոջ խոսքը լսելու, մենք այստեղ եկել ենք մի բան Աստծուց պոկելու եւ մեզ հետ մի բան տանելու։ Իսկ եթե մենք պիտի գանք այստեղ ու ոչ մի բան չենք տանելու այստեղից, դա անտեղի ժամանակի ծախսում է։ Ու դրա համար Աստվածաշունչն ասում է, դու երբ որ գնում ես Աստծո տուն, քո ոտքերին զգուշություն արա, քո լեզվից զգուշություն արա, որ ավելնորդ բառեր չխոսաս։ Թող Տերը մեզ օգնի եղբայրներ քույրեր, եւ տեսնում ենք, որ Տերը երբ որ մտավ Մարթայի տունը, Մարիամը նստեց Հիսուսի ոտքերի մոտ եւ լսում էր Տիրոջ խոսքը։ Այսինքն Տերը խոսում էր։ Ընդհանրապես եղբայրներ քույրեր, երբ որ Աստված խոսում է, մարդը պիտի լուր մնա։ Մի քիչ կարող է կոպիտ հնչի, բայց պիտի պապանձվենք Տիրոջ առաջ։ Քանի տեղ Աստվածաշունչն ասում է ամբողջ երկիր լուր մնա Տիրոջ առաջ։
Լռիր ամբողջ երկիր Աստծո առաջ։ Եվ իրապես մարդը Աստծո առաջ պիտի լռի։ Ինչի համար պիտի լռի, որ տենա Աստված ինչ է ասում։ Մենք գալիս ենք ժողով, մենք պետք է լռությունով մտնենք Աստծո տուն, զգուշությունով, ավել հլա քիչ է եղբայրներ քուրե, մենք մեր սիրտը պատրաստ չի, մենք ուրիշներին ենք խանգարում հլա։ Երբ որ դու գալիս ես ու դու այն սրտով չես, դու հլա ուրիշներին ես խանգարում։ Ոնց որ Մարթան, որ Մարիամը լսում էր Աստծո խոսքը, ինքը եսի մինչերով էր զբաղված, հլա եկել էր իր անել ճիշտ էր համար, եկել էր ուրիշիներ խանգարելու։ Մարիամը լսում էր Աստծո խոսքը, իսկ Մարթան խանգարում էր։ Ինչպիսի կարգավիճակով ենք մենք գալիս Աստծո տուն, ինչպիսի ընդհանրապես մենք կարգավիճակ ունենք։ Տեսեք, Մարթայի կարգավիճակը ինչպիսին էր։ Նա կազմակերպում էր մեծ հյուրասիրություն։ Լավ բան է դա, ով ասում որ դա վատ բան է։ Ու մանավանդ ում համար Տիրոջ համար։ Բայց երբ որ Տերը խոսում է, եղբայրներ քուրեր, նրան ընդամենը պետք է լռություն ու լսողականջ։ Նրան պետք չի որ դու իրան ինչ որ մի հատ երգ երգես այդ պահին։ Կամ ինչ որ մի կարևոր բան ասես, պետք չի քո կարևոր բանը։ Երբ որ Տերը խոսում է, պետք է լռել։ Ես օրինակ մեր տանը սովորություն եմ դարձնում, որ մենք աղոթք ենք անում, ավետարանի Սաղմոս, Աստվածաշնչի Սաղմոս են կարդում նոր։ Ու երբ որ Սաղմոսը կարդում, ասում հլա լռվի, լռեք։ Ոչ մեկը ոչ մի բան չխոսա։ Աստծո խոսք է խոսվում։ Այստեղ պետք է կատարյալ լռություն։ Ինչու պիտի Աստվածաշնչի խոսքը կարդացում է, Սաղմոսը կարդացում։ Աստծո խոսքը կարդացում, քո ուշադրությունը ես եւ որտեղ։ Կամ ինչ որ բան ես խոսում քթիտ տակին։ Դա անարգել է Աստծուն, եղբայրներ քուրեր նշանակում։ Դա նշանակում է անարգել Աստծուն։ Տեսեք, Եզրասի ժամանակ, երբ որ Եզրասը կանգնեց եւ Աստվածաշնչի խոսքը բացեց, Աստվածաշունչ ժողովուրդը վեր կացավ։ Այդքան պատկառան կար Աստվածաշնչի Աստծո խոսքի նկատմամբ։ Եվ ասում է, օրվա մի մասը կարդացվում էր, մեկնաբանվում էր, օրվա մի մասը խոստովանություն էին անում ու աղոթք էին անում։ Եվ մեծ ուրախություն էր եղել։ Ժողովուրդը հասկացավ Աստծո խոսքի միտքը։ Ապաշխարություն եղավ, մեծ ուրախություն եղավ։ Իսկ մենք կարող է եղբայրներ քրել Մարթայի նման, եսի մեր միտքը, ուշքը միտքը եսի մինչերով ազբաղված։ Եվ գիտեք եղբայրներ քրել, այս պատկերը, Մարթայի պատկերը, մենք հլա մեզ հետ համեմատենք։ Տերը ասեց, Մարթա, դու շատ բաներով ես զբաղված եւ տագնապած։ Ինչքան իրապես եւ քրիստոնյաներ կան, բա մարդիկ լա, առանց Աստծո մարդը խառնված է, դա զարմանալի չէ։ Աշխարհիկ մարդը պիտի խառնված լի։ Սուրբ Գիրքն ասում է, ամբարտավան մարդը չի կարա հանգիստ կենա, չի կարա հանդարտ մնա։ Նա ալեկոծված ծովի նման է, որ ասում է տիղմա դուրս գցում անընդհատ։ Բայց ցավալի է, որ քրիստոնյանը խառնված։ Մենք չպետք է լինենք խառնված, եղբայրներ քուրեր։ Եվ Մարթան այն աստիճանի էր խառնված, տագնապած, մտահոգված, որ նրա համար Աստծո խոսքը ոնց որ տեղ չունենար իր մեջ։ Նա պատրաստ չէր Տիրոջը լսելու։ Տերը խոսում էր, կարևոր բաներ էր խոսում, ես կարծում եմ։ Շատ կարևոր բաներ էր խոսում, բայց Մարթան զբաղված էր։ Հիմա այստեղ կարող է շատ կարևոր բաներ խոսվի։ Աստվածաշնչում շատ կարևոր բաներ կա գրված, բայց քո սիրտը զբաղված է։ Եղբայրը խոսան դրա մասին։ Ինչով է զբաղված մեր սրտերը։ Ինչ կարգավիճակ է այսօր մեր սիրտը։ Եղբայրը այդ օրինակը բերեց Սերմնացանի, որ կար 4 կարգավիճակ, ճանապարհի մեջ ընկած սերմերը, քարքարոտ տեղի վրա ընկած սերմերը, փշերի մեջ ընկած սերմերը եւ պարարտ հողի մեջ։ Եվ այդպիսի պարարտ հող ուզում ատենա
Տերը մեր սրտերը եղբայրներ գրեր։ Այսօր քո սիրտը պարարտ հողա թե չէ։ Թե ճանապարհի մեջ սերմերի նման, որ տեղ էլ չի հասնում նույնիսկ։ Դու խոսում ես այդ մարդը, նա ուշ կմիտք ուրիշ տեղա, քթի տակ իմ մրթմրթում է։ Մարդը պատրաստ չի Աստծո խոսքը լսելու, տեղ չի հասնում ընդհանրապես։ Կամ էլ կարող է բերանը բաց ականջը բաց լսում է, բայց չի կատարում, չի պահում իմաստը դրա։ Միայն լսող ենք, կատարող չենք։ Չենք պահում ավետարանի խոսքը։ Կամ փշերի մեջ ցանվածի նման ենք։ Այնքան զբաղված է մեր սիրտը։ Մենք ժամանակ չունենք ավետարան կարդալու։ Եվ այստեղ էլ որ գալիս ենք եղբայրներ, ես օրինակ համոզված եմ դրա մեջ։ Եթե մարդ ավետարան չի կարդում, նա այստեղ էլ որ գալիս է, նրա միտքը ուրիշ տեղ է լինելու հիմա։ Այստեղ հավաքույթի տեղ է ուրիշ տեղ է լինելու միտքը։ Նա կարող է մտածել առևտրի մասին։ Նա կարող է մտածել հոգսերը, որ կիսատա մնացը դրա մասին։ Կարող է մտածի քաղաքականության։ Ես իմ ինչերի մասին մտածի, այստեղ էլ նա հյուրի նման է։ Նա այստեղից էլ ոչ մի բան չի տանում։ Բայց ասում է, պարարթողը նա է, որ խոսքը լսում է, միտք առնում եւ պտուղ ածալի։ Այս սա է ուզում Տերը եղբայրներ քույրեր։ Եվ այդպիսի սիրտ ուներ Մարիամը, այն չի որ դա հնարավոր բան չի։ Մարիամը այդպիսի սիրտ ուներ։ Նա Տիրոջ ոտքերի մոտ նստեց եւ լսում էր Աստծո բերանից դուրս եկած խոսքը։ Գիտեք եղբայրներ քույրեր, ես ուզում եմ որպեսզի մենք մեր սրտերը քնենք ընդհանրապես մեզ համար Աստծո խոսքը ինչ է նշանակում, ինչ արժեք ունի։ Դե մարդիկ կային անց համար Աստծո խոսքը սովորական բան է։ Իսկ կարող է մարդիկ ավետարանել չեն կարդում, ասում է քարոզներ եմ լսում ես։ Ես քարոզներ եմ լսում։ Ինտերնետով ամբողջ օր քարոզներ եմ լսում։ Օրը 3 հատ քարոզ եմ լսում։ Ես զարմանում եմ մարդիկ ինչքան խաբված են։ Որ քարոզիչ է, որ քարոզ է, որ մարգարեն կարա փոխարինի Աստծո խոսքը։ Այդպիսի բան չկա։ Աստվածաշունչը ասում է Դավիթ թագավոր ասում է դու քո անունը, դու քո խոսքը քո ամեն անունից վեր դրիր։ Աստծո խոսքը այնքան հեղինակավոր է եղբայրներ քույրեր։ Մեծ հեղինակություն է։ Ոչ մի քարոզ, ոչ մի քարոզիչ, ոչ մի մարգարե, ոչ մի ուսուցիչ չի կարա դրան փոխարինի եղբայրներ քույրեր։ Ծամոնը կարող է փոխարինի հացին։ Ինչ կարոզ մեծ ծամի, այդ բերանի ջրերը գնում է ծամի, նա չի կշտացնելու քեզ։ Մի կտոր հաց ուտես, մի բան կհասկանաս։ Ծամոնը ինչ կարոզ մեծ ծամի։ Շատ էլ համով է, հետո չի կերակրում, չի սնում։ Աստծո խոսքը ասում է լույս այն ճանապարհին, ճրագային ոտքերին։ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ Աստծո բերանից դուրս է գալի։ Քարոզներով չեն կապրելու, եղբայրներ քույրեր։ Ամեն խոսքով, որ Աստծո բերանից դուրս է գալու, պիտի ապրի մարդը դրանով։ Ավետարանը դա մեր հայլին է, որ մենք մեր բնական իսկական պատկերը տեսնում ենք ու պիտի հապաշխարենք։ Ոչ մի քարոզիչ մեզ չի կարա մեր իսկական պատկերը բացահայտի։ Աստծո խոսքը կենթանի է եւ զորեղ եւ ամեն երկսարի սրույց ավելի կտրուկ է, որ թափանցում է մինչեւ հոգին եւ շունչը բաժանելը եւ ոսկորները եւ ծուծը ասում է։ Ուղեղը միջև եւ ամեն բան նրա առջեւ բաց է։ Ինչ է քեզ համար Աստվածաշունչը։ Գիտեք, եղբայրներ քույրեր, մարդը, որ այսօր հավատքի մեջ է, դարձի է եկել տարիներով նա չի հասկացել դեռ ինչա Աստվածաշունչը իրանից ինչա ներկայացնում։ Սատանան խաբել է։ Մարդը տենց է չհասկացավ Աստծո խոսքը ինչ հեղինակություն է, ինչ արժեք է։ Որ նա կարա չկարդա։ Ու ես
զարմանում եմ ոնց կարա մարդը քրիստոնյան Աստվածաշունչ չկարդա։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Աստվածաշունչը Եսայա մարգարեության մեջ ասում, եղբայրն այդ համարը հաճախակի հիշացնում են, ասում է, այս ժողովուրդը, որ Սիլովամի հանդարտ ջրերը արհամարում է եւ հիանում է, ասում է, բանով Ռեմալի որդիով է հիանում։ Այսօր մարդիկ կան, եղբայրներ, քրեր, Աստծո խոսքը հանդարտ ջրի նման, բայց մարդիկ արհամարում են։ Ես իմ ինչ-որ քարոզիչներ են գտել իրանց համար, քարոզիչներին են լսում։ Կամ ասում է ճշմարտությունը ստության հետ փոխեցին։ Ճշմարտությունը ստության հետ փոխեցին, ասում է Հռոմեացիս նամակի մեջ Պողոս Առաքյանը։ Աստծո խոսքը թողել են, ինտերնետն են ընտրել։ Ժամերով ինտերնետի մեջ են։ Նայում են ճաշատեսակները ոնց են պատրաստում։ Նայում են տենան Վայլբերիսում ինչ թազա ապրանքա մուտք եկել։ Նայում են տնան վերջը այս ընտրությունների ավարտը ինչ եղավ, ճանաչեց սահմանական դատարան թե չճանաչեց։ Նայում են տնան որտեղ ինչ է կատարվում։ Այն աֆրիկական ցեղերում մարդիկ ոնց են ապրում։ Բայց Աստվածաշունչ չեն կարդում։ Սարսափելի բան է դա, եղբայրներ, քույրեր։ Սա սարսափելի բան է։ Դու ճշմարտությունը ստության փոխեցիր։ Ինտերնետի մեջ ամեն ստություն ամեն զիրթուզիբի լավ բաներ էլ կարաս գտնես։ Բայց Աստվածաշնչի մեջ զիրթուզիբիլ չես գտնի։ Կենթանի Աստծո խոսքը դրանով է մարդը փրկվել։ Այս խոսքով եք մենք փրկվելու, եղբայրներ, քույրեր։ Այս խոսքերով պիտի դու ապրես, փրկվես։ Ինտերնետով չես փրկվելու։ Դու փոխարինել ես ճշմարտությանը ստության հետ։ Եթե Աստվածաշունչ չես կարդում, բայց ինտերնետի մեջ ժամանակ ունես մտնելու, ես քեզ հայտարարում եմ, որ դու ճշմարտությունը ստության հետ ես փոխարինել։ Դու խաբված քրիստոնյա ես։ Ժամանակ ունես եղանակը նայելու, ժամանակ ունես լուրեր նայելու, ժամանակ չունես ավետարան կարդալու, դու ճշմարտությանը ստությանը փոխարինել ես։ Դու խաբված եղբայր ես եւ խաբված քույրիկ ես։ Ու քեզ պետք է լուրջ ապաշխարություն։ Եվ ես մտածում եմ մարդը, որ ավետարան չի կարդում, նա մոլորված մարդ է, խաբված քրիստոնյա է ուղղակի։ Նա չգիտի ուր է գնում։ Ես շատ կասկածում եմ նմանի փրկության վրա։ Ինչ է նշանակում Աստվածաշունչ չկարդալ։ Դա նշանակում է, որ քո սրտի մեջ Աստծո համար տեղ չկա։ Տեղ չկա քո սրտում Աստծո համար։ Աստված քո սրտում տեղ գլուխը դնելու տեղ չունի։ Իր խոսքը չի կարդալուց էլ կարող կարդաս բան չհասկանաս, ասես չէ, սա իմ բանը չի։ Ինչի որովհետև զբաղված է ամեն զիրթու զիբիլ կակո մեջ։ Ավետարանի խոսքի համար, Աստծո խոսքի համար տեղ չկա։ Մեր անձերը քննենք, մեզ համար Աստվածաշունչը, Աստծո խոսքը հեղինակություն է, թե հեղինակություն չի, եղբայրներ, քույրեր։ Օրինակ Դավիթը, չէ, կներեք, Դավիթը չէ։ 119 Սաղմոսի մեջ ասում է, ես վախենում եմ քո խոսքերից։ Եվ Աստվածում է մտիկ տալի նրան, որ Աստծո խոսքի առջև դողում է։ Ասում է, ահա ում եմ մտիկ անում։ Խոնարհին եւ իմ խոսքից դողացողին։ Աստծո խոսքը պիտի քեզ համար, ինձ համար դառնա հեղինակություն, եղբայրներ, քույրեր։ Եվ մարդը կարող այսպես մտածի, դա գիտենք, էլի կարդացել ենք, բազում ան, քարոզվում է, եղբայրները խոսում են, այն հիմար կույսերի նման, որ միշտ ուրիշի յուղից են օգտվում իրաց, ձեր յուղից տվեք մեզ։ Ես չեմ կարդում, բայց միշտ լսում եմ, քարոզ եմ լսում, եղբայրները քարոզում են, Աստծո խոսքը միշտ լսում եմ եղբայրների բերանից։ Դա հիմար կույսերն են, եղբայրների քույրեր, որ միշտ ուրիշի յուղից են, իրանք յուղ չունեն, իրանք չեն վաստակում, իրանք լապտերները միշտ մարում է։ Միշտ մարելու վրա է, եւ գիտեք խի չի մարում ընդհանրապես։ Որովհետեւ դեռ իմաստուն կույսեր կան, որ միշտ իրանց յուղից ինչ որ մի բան կիսվում են, բայց գալու է այդ օրը, որ ասել են ոչ,
Գնացեք դուք ձեզ համար գնացեք յուղ վաստակեք։ Հերիք արդեն, ուրիշի հաշվին ապրես։ Այդ օրը գալու է, որ իմաստուն կույսերը մերժելու են հիմար կույսերին։ Ես կկարդամ առաջի Սաղմոսը, եղբայրներ քուրե, տեսեք, ինչ է ասում Աստվածաշունչը, ինչ է ասում առաջի Սաղմոսը։ Երանելի է այն մարդը, որ անաստվածների խորհրդով չի ընթանում, մեղավորների ճանապարհով չի գնում եւ հեգնողների աթոռին նստում, ոչ էլ հեգնողների աթոռին նստում, այլ նրա հաճույքը Աստծո օրենքն է եւ ցերեկ ու գիշեր նրա օրենքի մասին է խորհրդակցում։ Նա լինելու է ջրի վտակներում տնկված ծառի նման, որ իր պտուղը ժամանակին է տալիս, նրա տերևը չի թափվելու եւ ինչ որ անի հաջողվելու է։ Այսպես չեն անաստվածները, այլ նման են հարդափոշու, որին հովն է ցրում։ Սրա համար անաստվածները դատաստանում չեն կանգնելու, ոչ էլ մեղավորները արդարների հավաքում։ Քանզի Տերը գիտի արդարների ճամփան, իսկ անաստվածների ճամփան կորչելու է։ Հիմա տեսեք ինչ ասում այստեղ. երանելի է այն մարդը, որ չի քայլում անաստվածների, ամբարիշտների խորհրդի մեջ, ճանապարհների մեջ, նրանց նստած տեղն էլ չի նստում, այլ նրա մտածմունքը, խորհրդակցությունը Աստծո խոսքն է։ Գիտեք, եղբայրներ քուրեր, Հիսուսին մի կին ասեց. Երանի այն կուրծքը, որ քեզ կերակրեց, երանի այն որովայնը, որ քեզ կրեց։ Տեր ասեց, երանի նրանց, որ Աստծո խոսքը լսում են ու կատարում են։ Աստծո խոսքը լսելու ու կատարելու մեջ ես կարծում եմ, որ դրանից ավելի երանելի բան չկա։ Եվ այստեղ նկարագրում է Դավիթը իր Սաղմոսի մեջ, որ երանելի է այն մարդը, որ Աստծո օրենքի մասին է մտածում։ Նա կնմանվի մի ծառի, որ ասում է ջրերի մոտ է տնկված, նա տերևը չի թափվելու։ Նա ինչ որ անի պիտի հաջողվի։ Եղբայրներ քուրե, սատանան է խաբել բոլորին, շատերին, որ ժամանակի կորուստ է, որ դու ավետարան կարդաս։ Դա սատանայի ստությունն է։ Այս ժամանակի կորուստը, որ ինտերնետի մեջ ժամերով փորփրես, այդ դա է ժամանակի կորուստ։ Աստվածաշունչ կարդալը, ավետարան կարդալը դա ժամանակի կորուստ չի։ Դու երանելի ես։ Դու կնմանվես մի ծառի, որը ջրերի մոտ է, տերևը չի թափվում։ Եվ ինչ որ անի պիտի հաջողվի։ Եվ ամենակարևորը Տեր ասեց, նա որ իմ խոսքը պահում է, նա հավիտենական կյանք ունի։